Պարոն Ղարագյուզյան, երեկ հայտարարվեց, որ 14 մեղադրյալների մասով ՊՊՑ գնդի գրավման գործով, այդ թվում նաև Արայիկ Խանդոյանի մասով նախաքննությունը ավարտված է, գործը ուղարկված է դատախազի հաստատմանը։ Այս փուլում ինչ կարող եք ասել Արայիկ Խանդոյանի մեղքի հետ կապված անցած 8 ամիսներին նախաքննությունը ինչ պարզեց հատկապես իր մասով, ընդունում է արդյոք նա իր մեղքը, ցուցմունք տվել է թե չէ, եղել են առերեսումներ թե չէ եւ որոնք են այն հոդվածները, որոնով նա այժմ մեղադրվում է։ Իմ պաշտպանյալը իր առաջադրված մեղադրանքը չի ընդունում, պաշտպանական տակտիկայից ելնելով մենք ցուցմունքներ դեռ չենք տալիս եւ քանի որ այս փուլում նպատակահարմար չենք գտնում որևէ ցուցմունք տալու, այնուհետև երբ որ գործը գնա դատարան, արդեն իսկ այն որ ինչպես գիտեք, ես միայն փաստաբան չեմ Արայիկ Խանդոյանը, նաեւ Արայիկ Պապիկյանն է, բոլորը պետք է որոշենք մեր պաշտպանական տակտիկան, այդ իսկ պատճառով մենք այս փուլում ցուցմունքներ չենք տվել, քանի որ նպատակահարմար չենք գտել։ Ինչ մնում է մեղքի հիմնավորված լինելուն, ընդհանրապես վարույթի իրականացող մարմինը այս 8 ամսից ավել իրականացրեց նախաքննություն, սակայն ըստ էության որևէ բավարար ապացույց, կոնկրետ ես խոսում եմ իմ պաշտպանյալի մասով, վարույթի իրականացող մարմինը չի ձեռք բերել։ Ես ընդհանուր կասեմ, որ որևէ ապացույց, որևէ վկա չի մատնանշել, որ իմ պաշտպանյալը ինչ-որ մեկին պատանդ է վերցրել կամ ինչ-որ մեկի նկատմամբ բռնություն է իրականացրել, կամ որ խոսվում է զինված ՊՊՑ գունդը գրավելու մասին։ Որևէ ապացույց չկա, որ իմ պաշտպանյալը զինված է եղել ու զինված մտել է բարեկապահական գունդ։ Վարույթի իրականացող մարմինը հայտարարություն է տարածում, որ լիովին ապացուցված է, նաև անդրադարձել է ՊՊՑ գնդում անցնող այն մյուս մեղադրյալների մասով, որ սպանությունները հիմնավորված են, ակնհայտ հատուկ քննչական ծառայության հայտարարությունը, սա ուղերձ է, կարելի ասել, սա ոնց որ արդեն իսկ դատավճիռ լիներ, որը գրված էր եւ տեղադրված էր իրենց կայքում։ Ընդհանրապես անմեղության կանխավարկածի մասին խոսք չէր գնում, որովհետեւ սա կարելի ասել էթիկայի կանոնների խախտում է։ Հանցանք կատարած անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքը չի հիմնավորվել վերջնական դատական ակտով։ Իսկ հատուկ քննչական ծառայության հայտարարությունը ինձ տպավորություն ստեղծվեց, որ արդեն վճռապետ դատանի որոշում է գրված եւ իրենց կայքում տեղադրված է։ Անդրադառնանք Արայիկ Խանդոյանին, նախ հիշեցնենք, թե որ հոդվածներով են ամեղադրվում, այդ ինչ գործողություններ են։ Կփորձեմ մատչելի լեզվով ասել, հոդվածները չմեկնաբանել, պատանդ իբրև պատանդ վերցնել, զենք զինամթերք հափշտակել, ապօրինի զենք գրել եւ շենք շինություններ զավթել։ Այդ հոդվածներով է։ Այսինքն կարող ենք ասել, որ նախաքննության ընթացքում չի եղել ապացույց, որով հիմնավորվում է, որ Արայիկ Խանդոյանը պատանդ է վերցրել ոստիկանության ներկայացուցիչներին եւ բժիշկներին։ Այո, քանի որ նույն այդ անձինք որևէ իմ պաշտպանյալի դեմ չեն մատնանշել եւ ցուցմունք չեն տվել։ Թե բժիշկները։ Այո, ոչ։ Հիմա չեմ ուզում ավելի մանրամասնեմ, քանի որ նախաքննական գաղտնիք է, սակայն երբ որ դատավարությունները սկսվի, նույն այդ անձին կգան որպես վկաներ եւ հարցաքննվեն, իսկ ուզում եմ նաեւ անդրադառնամ այն 500-ից ավել անձանց ցուցմունքներին, որ հատուկ քննչական ծառայությունը նշել է իր հայտարարության մեջ, սա այն անձինք են, ովքեր որ խորենացու դեպքերով պարբերաբար բերման են ենթարկվում, թե աշխատանքի վայրից, թե բնակության վայրից, թե խաղաղավակների վայրից եւ տանում էին նրանց սպառում են 24-25 ժամ ազատությունից ապօրինի զրկում են եւ անձանցից կարելի ասել ցուցմունքներ էին կորզում։ Ըստ էության այդ անձինք նախաքննությանը հետաքրքիր կամ նախաքննությանը պետքական որևէ ցուցմունքներ չեն տվել։ Նրանք հայտարարել են, որ մենք եկել ենք խաղաղցույցի ենք մասնակցել, այդ անձանց ցուցմունքները որևէ առնչություն չունի այս մեղադրանքներին, որոնք որ մեր իմ պաշտպանյալին վերագրում են։ Եվ հետևյալը, այնտեղ նշվում է, որ Արայիկ Խանդոյանը նաև ապօրինի կերպով զենք է հափշտակել եւ զենքով մուտք է գործել ՊՊՑ գնդի տարածք եւ հարակից շինություններ։ Այսինքն դուք նկատի ունեք, որ նա նման գործողություն չի արել։ Հիմա այդ հարցին չեմ կարող պատասխանել, քանի որ
պաշտպանական տակտիկայից ելնելով դա մենք դեռ չենք ուզում որևէ դիրքորոշում այդ մասով հայտնել, երբ որ քրեական գործը գնա դատարան, նոր մենք մեր դիրքորոշումները կհայտնենք, բայց այն որ որևէ ապացույց չկա իմ պաշտպանյալի դեմ, դա փաստ է։ Ապացույցը նա չէ, որ հուլիսի 17-ին ՊՊՑ գնդի տարածքը գրավված էր զինված խմբի անդամների, այդ թվում Արայք Խանդոյանի կողմից։ Ես չեմ կարող դա ասել, որ նրանք զինված խումբ են, նրանք ապստամբություն են իրականացրել, որը, ինչպես գիտեք, ՄԱԿ-ի կոնվենցիայով նախատեսված է այն իշխանությունները, ովքեր որ չեն օրենքով չեն ղեկավարվում, քաղաքացիները իրավունք ունեն իրականացնելու ապստամբություն, եւ սա ապստամբություն է, որը ոչ թե զինված հարձակում ՊՊՑ գնդի վրա։